Մենք փառքը տալիս ենք Աստծուն, որովհետև ասում ենք Հայր իմ, այս աշխարհը մրցակցում է փառքի համար։ Նրանք մրցակցության մեջ են։ Փառքը տալիս եմ քեզ, որովհետև ուզում եմ ասել, ես դուրս եմ եկել մրցակցությունից։ Բոլոր փառքերը քոնն են։ Ես չեմ մրցակցում։ Ես եկել եմ սիրտս մաքրելու։ Ես եկել եմ ոտքիս ճանապարհներն ուղղելու։ Ես եկել եմ, որ քո հետ բնակվեմ։ Ես եկել եմ, որ քեզ ունենամ։ Մենք սխալների ենթակա մարդիկ ենք, քույր եղբայրներ։ Բայց մեծ Հայր ունենք, մեծ Տեր ունենք։ Ու նրանով կանք, նրանով կապրենք։ Գործք Առաքելոց 3:28 համարն է, որովհետև նրանով կապրենք, կշարժվենք եւ կանք։ Ինչպես ձեր բանաստեղծներից մեկ քանիներն էլ ասում են, քանզի մենք անոր ցեղիցել ենք։ Դա հիմա եկեք Տիրոջ ասենք, փառքես Տեր։ Մի բանում կարող է քրիստոնյան մրցակցի Աստծուն շատ սիրելու մեջ։ Ընդհանրապես սրանում կարա մրցակցի։ Իսկ մենք եկեք շարունակենք, որտեղ նրանով կապրենք, նրանով կանք։ Ես այսօր սրտիս կա ուղղակի խոսելու քրիստոնյայի շնչառության վրա, որովհետև եթե ապրում ենք, ուրեմն պետքա ինչպես սովորական մարդուն տրված է շնչել, արտաշնչել, քույրեր եղբայրներ։ Հետաքրքիր է, որ երբ որ մարդը թթվածին է շնչում, թթվածինը ստիպում է մարդուն, որպեսզի նա իր ներսից արտանետի ածխաթու գազը։ Սա թթվածնի գործնեության նպատակն է, որպեսզի նա աշխատացնի քո սիրտը, նա պետք է արտանետի քո միջից ածխաթու գազը։ Ու գեղեցիկ է ստեղծել Աստված ծառը, ստեղծել է, որպեսզի նա վերցնի քո վրայից ածխաթու գազը, քո քեզանից արտաթորանքը չներեք այս խոսքի համար, եւ դա քեզ թթվածին։ Իսկ ով է Հիսուսը։ Նա կյանքի ծառն է։ Նա կյանքի ծառն է։ Իր բերանի խոսքը ուղարկել է մեզ, որ ներազդի մեզ վրա, որպեսզի մեր սրտերը բացվեն իր առջև ու մեր սրտում եղած չար խորհուրդը լինի, ավել պակաս, ավել նորթությունները լինեն։ Արտանետենք դուրս, մեր սրտերը բացենք, թափենք նրա առաջ։ Հիսուսը կյանքի ծառն է։ Եկեք մի հատ իրան ասենք, փառքես Տեր։ Նա բերանի խոսք ունի, որը ներազդում է մեզ վրա։ Ես հիմա կարդամ փոքր հատվածներ եւ այսպես պետքա լինի մարդու շնչառությունը։ Նա պետքա թարմությամբ շնչի Աստծո խոսքը եւ արտանետի իր կատարածը, իր արածը, իր ապրումները, իր զգացմունքները, իր վերաբերմունքը։ Նա պետքա դուրս հանի իր մեջից։ Եվ այսպես, եթե հոգևոր մարդն ուզում է առաջանա իր հոգևոր ընթացքներում, նա պետք է ավելի շատ ու հաճախակի ներքին սենյակում իր սիրտը թափելով ազատի իր սիրտը ամեն տեսակ լսելը Աստծո խոսքից։ Աստծո խոսքը միջև հասնում է, իսկ Սուրբ ասում է, որ մարդու սրտից դուրս են գալիս չար խորհուրդներ։ Հիմա միջև Աստծո խոսքը գա, անցումներ կատարելով միջև հասնի մեր սրտին, որովհետև Սուրբ ասում է քրամաբանությունը կամ բանականությունը պետքա որոշում կայացնի, թույլ տա Աստծո խոսքը ներս գա, թույլ տա, որովհետև իսկ նա ազդելով քո վրա, ճնշում բանացնելով հոգոտ աշխարհի վրա, քո ներքին աշխարհը ստիպում է, որպեսզի դու արտանետես այն ինչ որ զիբիլ է, այն ինչ որ մաքուր չէ, այն ինչ որ չար է, այն ինչ որ ավելնորդ է, պետքա արտանետես։ Մենք բոլորս սխալների ենթակա մարդիկ ենք։ Բայց ինչքանով է կապված մեր հոգու աշխարհը, կամ թարմ շնչառություն ունի Աստծո խոսքի հետ։ Այսօր ենք եկել Աստծո խոսքը շնչելու։ Ես հիմա հատված եմ կարդում, տեսնենք Աստծո վերաբերմունքը, մի հատ կարդամ Աստծո վերաբերմունքը, որտեղ Աստծո խոսքի ազդեցությունը շատ կարևոր է։ 50 Սաղմոսը իհարկե մի փոքր հատված ընթերցում եմ, 50-ի 19-ից եմ կարդալու։ Չնայած 17-ը ինքը շատ կարևոր է, ասում է դու խրատը ատեցիր, խոսքերս ետից ձգեցիր։
Պատկերացնում եք մի մարդ, որի վրա Աստծո խոսքի ազդեցությունը չկա, Աստծո խոսքի շնչառությունը, թարմությամբ չկա։ Ասում է դու ձգեցիր։ Բերանդ չարության տվիր, լեզուդ նենգություն կհնարի, նստում ես եղբորը դեմ ես խոսում, մորդ որդու դեմ չարախոսություն ես անում։ Այս բաներն արեցիր, ես լռեցի, կարծեցիր, թե ես բոլորովին քեզ կնմանվեմ։ Բայց քեզ հանդիմանելու եմ, պիտի հանդիմանելով մեր ներքին վիճակները։ Նա շարում է մեր արածները, Աստծո խոսքի ազդեցության հետևանքն է, որ մեր արածները ջրերես են դուրս գալիս, մեր եթե ասում է սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տերը պիտի չլսեր 66 Սաղմոսի 18 համարն է, եւ այսպես Աստծո գործելակերպ, այսպես է նա շարում է մեր առաջ։ Իհարկե, ես զուգահեռ կարող եմ թեթև ասել, Հոբը, որ մարդու վերաբերմունքը այդ բարեկամները ճնշում էին բանացնում, դարձյալ կարծես ճշտեր էին ասում ճակերտավոր ու ճնշում էին բանացնում, ու տեսեք Հոբը ինչպես է պատասխանում Հոբ 19-ում, մինչև երբ հոգիս պիտի վշտացնեք ու խոսքերով ինձ պիտի ճնշեք, արդեն 10 անգամ է որ ինձ կմեղադրեք, չեք ամաչում, վրաս եք հարձակվում։ Եթե արդարև սխալվել եմ, իմ սխալս հիմքով կմնա։ Եթե անպանճար, ամբարտավանությամբ խոսել կուզեք ինձ դեմ ու ամոթս երեսիս զարնել։ Մարդու գործելակերպը այսպես է, նա որ մարդու կտեսնես քո հոգու աշխարհում եղած չար խորհուրդները եւ սրանից պիտի ազդվես։ Սա է Աստծո խոսքի ազդեցությունը մեր կյանքի վրա, քույրեր, եղբայրներ, նա շարում է։ Ինչ է կատարվում, երբ որ Աստծո խոսքի հեղինակությունը բարձրանալով մեր կյանքում ճնշում է բանացնում մեզ վրա։ Ինչ է կատարվում, ինչ ծրագիր ունի Աստված։ 38 Սաղմոսից եմ հատված ընթերցում 4-ից կարդամ եւ մեղքի կյանքի ճնշումն է, ազդեցությունն է, գլխից վեր են բարձրացել, ծանր բերի պես ծանրացել են վրես։ Սա Սաղմոս 2-ն Աստծո հետ հաղորդակցության մեջ Աստծո Սուրբ Հոգու ազդեցության ներքո ինքը հասկանում է, որ ինքը անօրենության ազդեցության տակ է կամ մեղքի բերի տակ է եւ շարունակության մեջ ասում է վերքերս հոտ կներեք նվաստացա, խիստ ցածրացա ու ամեն օր տրտում եմ պատտում։ Որն է վերջապես Աստծո գործի նպատակը, քույրեր, եղբայրներ։ Նա ուզում է տեսնի, որ դու մի չար արարքը իրականացնելուց հետո նվաստանում ես։ Սա Աստծո սրտին ցավ է պատճառում, որ իր ստեղծած որդին, իր ստեղծած ստեղծագործությունը փոխարեն կենսամակարդակով բարձրանա դեպի վեր, նա նսեմանում է, նա նվաստանում է։ Ու մարդ արարածը սրա այստեղ է, որ պետք է թարմությունը Աստծո կյանքի հասկանա, ընդունի եւ ասի հայրիմ, ես էս մի փոքր արարքն արեցի կամ բերանից խոսքը այսպես դուրս եկավ, ես նվաստացա, նա իր փառքին է կանչել։ Ես ուղղակի սա բերեցի զուտ նրա համար, որ դուք տեսնեք, քույրեր, եղբայրներ, որ Աստծո խոսքը պետք է մեր կյանքում այնքան հեղինակությունը բարձրանա, ճնշում բանացնելով շարի մեր առջև, իսկ քո առաջին նպատակը լինելու է դրանից ձերբազատվելը, սիրտդ մաքրելը։ Հիշեք Գործք առաքելոց 5-րդ գլխում, երբ որ Պետրոս Անանիային ասաց, ինքը լցրեց, դու տեղավորեցիր։ Թող Աստված օրհնի քույրեր, եղբայրներ ջան, որ մենք մեր սիրտը միշտ բաց լինի։ Ես առաջարկում եմ Սաղմոս 62-ի 8 համարը կարդալ ձեզ համար եւ Սաղմոս 2-ն ինքը ուզում է, որ իր սիրտը բաց անի Տիրոջ առաջ։ 62-8 համարն եմ կարդում, այսպես է գրված. Ամեն ժամանակ անոր հուսացեկով ժողովուրդ, անոր արժև սրտներիդ բացեք։ Ողբ Երեմիա մարգարոության մեջ 2:19-ում ասում է ջրի պես թափեք։ Ինչի ասում ջրի պես, որ երբ որ ջուրը շրջում ես բաժակը, վերջի կաթիլն անգամ թափվում է ջրի։ Եվ այսպես մարդ արարածը հաղորդակցվում է, նա շնչում է ճշմարտությունը, ճշմարտության հեղինակությունից ակախված ինչ ազդեցությամբ ազդում քո վրա եւ սա կախված է քո սրտից, ինչ շապով ես ընդունում Աստծո բերանի խոսքը, ինչ շապով ես տեսնում քո նվաստությունը, փոքրությունը, քո փոքրահոգությունը
ու ինչքանով ես պայքարում դրանից ազատվելու։ Սա է հոգևոր կյանքի պայքարը, քույրեր եղբայրներ։ Հիմա ես որպես օրինակներ բերելու եմ ձեզ շատ ծանոթ Առաջի թագավորացից Աննայի մասին։ Աննան որդի չունի, նա իր ամուսնու երկրորդ կինն է, առաջի կինը որդիներ ունի եւ ոչ միայն որդիներ ունի, այդ նախանձորդը տենց է գրված, Աննայի արգանդը գոցել էր։ Եվ նա որդի չուներ, 6-րդ խոսքից եմ կարդում Առաջի թագավորաց առաջի գլուխ, ամեն տարի տիրոջ տունը ելած ատենը, իսկ Փենանան էլ նույնպես Աննային վշտացնում էր եւ նա լաց էր ասը որդից ավելի լավ չեմ։ Եվ Աննան գնաց տաճար, որպեսի աղոթ քանի, իր սրտի ներ բացեցի։ Բայց եկեք նայենք ինչ է խոսել Աննան, արտաքին երևույթով չի երևում։ Մենք տեսնում ենք մի բան, վերցնենք հոգեբանորեն մի հատ նայենք, Աննան կարող էր ասել, ախ Աստված մի հատ երեխա տուր սրա բերանը փակեմ։ Մենք նայում տեղը գցեմ, սրան հասկացնեմ, սրան դաստիարակեմ, ինի դարձյալ շաղախված է չար խորհուրդներով, որովհետև մեջը մրցակցություն կա, մրցակցություն։ Աննան երբ որ գնաց իր սիրտը բացելով Աստծո առաջ խոսելու, նա գիտեք ինչ էր խոսելու, ես տենց եմ մտածում, հիմա որպեսի սա հասկանանք, մի հատ անցում կատարենք Հռոմեացիս գլուխ, փորձենք նայել, ինչ արտահայտություն կա այստեղ, որը ավելի կարա լրացնի մեր իմացականությունը։ 10-րդ գլուխն եմ կարդում Հռոմեացիների 19 համարից։ Երկրորդ մասից եմ կարդում, 19-ի երկրորդ մասից, առաջ Մովսեսին ասեց, Մովսես սկսե, ես ձեզ պիտի գրգռեմ, որ նախանձեք, անպիտան ժողովրդով, անմիտ ազգով ձեզ պիտի բարկացնեմ։ Մենք նայում ենք քույրեր եղբայրներ, եթե մարդը խելացի քայլ անի, դա չի գրգռի մեզ, բայց անմիտ մարդկանց քայլերն են գրգռում մեր հոգու աշխարհը։ Անմիտ մարդկանց քայլերը խոսքերն են ազդում մեզ վրա, ու մեր հոգու աշխարհը տակնու վրա է լինում։ Սա սկզբունքայնորեն Աստծո գործելակերպն է, նա անմիտ մարդով գրգռելու եմ քեզ, տակնու վրա եմ անելու հոգուտ աշխարհը, սրանով նա նպատակ ունի ազդի վրա եւ շարի քո առաջ, ու դու տեսնես քո նվաստությունը, քո հիմարությունը, ես տեսնեմ իմ հիմարությունը, ասեմ հայր իմ, ես տեսա իմ հիմարությունը, տեսա իմ ներսում եղած չար խորհուրդը, դե որ տեսար, հիմա ազատվի այդ ածխաթու գազից, չակերտների մեջ, այդ չարությունից հրաժարվի։ Եվ այսպես Աննային գրգռում էր նախանձորդը, գրգռում էր, ազդում էր, նա բարձրանում հոգուս աշխարհում, բայց ես չեմ ուզում չարության պատասխանեմ։ Սա շնչառությունն է քո։ Դու այսպես պետքա ներքին սենյակում արտաբերես քո ներքին աշխարհում արտադրվածը, սրտիդ միջից դուրս եկածը, պետքա կամավոր հանդիպում ես, վերես կենում տենում ես էլի կա, նշանակում էլի պետքա թափես։ Այնքան միջև որ հոգուտ աշխարհը ազատություն գա, ազատություն, իսկ Աստծո խոսքը այնքան մաքրության ընթացքը տանում, միջև տեղ բացվի, որպես ինքը թագավորի հետ միջավայրում քրե։ Եվ Աննան ինչ է կարծում, ինչ էր աղոթում։ Թեև նա ասեց, եթե վարով արուզավակ տաս, ես քեզ կտամ նրան։ Ինչ էլ տաս, նա քեզ ծառայելու Աստվածին։ Եվ հեղին նայում էր քահանան նրան, թված թե շրթունքներով շարժում էր ու գրված է իր աղոթքը երկարացրեց։ Այդպես է գրված Առաջի թագավորաց առաջի գլուխ 12 համարում, երբ անիկա Տիրոջ առջև իր աղոթքը երկարացրեց։ Քույրեր եղբայրներ, ու մենք ժամ չենք դնում աղոթելու։ Օրինակ ինձ համար ես աղոթելով գալիս եմ, ծունկի եմ գալի, աղոթում եմ, դուրս եմ գալիս, աղոթելով գնում եմ։ Իսկ Աստծո հետ զրույցը դա անսպառ է։ Եթե դու չունես ինչ որ բան ասելու, նշանակում է սիրտդ փակ է։ Աստծո խոսքի հեղինակության ազդեցությունը այնքան փոքր է քո կյանքում, որ դու դեռ ապրում ես քո տիղմի մեջ։
Իսկ եթե դու տենաս լույսի տակ քո ներսում եղած վիճակներից, որ դու նստեմանում ես, քո սիրտը անդադար կխոսի, ասում աղոթք արեք, ես զարմանում եմ, բան ու գործ չկա, բայց քո սիրտը պահանջ ունի ազատվելու ածխաթի գազից, շակերտների մեջ եմ ասում, որպեսի շնչելով Աստծո թթվածինն է, Աստծո խոսքի զորության ներգործությունն է ազդում, որ դու ազատվես քո արտաթորանքից, ներեք ես խոսքի համար։ Եվ Աննան երկարացրեց իր աղոթքը, ես չեմ ուզում էլ երկարացնեմ, եւ քահանան չհասկացավ նրա, մտածեց գինովացել է, Աննան պատասխան, ով Տեր, այդպես չի, ես վշտացած սրտով կին եմ։ Գինիովի խմած չեմ, սակայն Տիրոջ առջև իմ սիրտս բացեցի, իմ սիրտս թափեցի։ Ահա քրիստոնյայի շնչառությունը։ Այսպես պետք է շնչել, արտաշնչել, շնչել, արտաշնչել եւ հոգեվոր կյանքում անկախ քեզանից քնում ես, վեր ես գնում, Աստծո սերմը քո կյանքում մեծանում։ Երբ որ ասեցին աշակերտներից մեկին, նախկին աշակերտներից մեկին, Նաթանայելին, որ գտել ենք Մեսիային, նա եկավ տեսնելու։ Եվ Հիսուս ասեց, ահա իրավցիներ իսրայելացի, որի ներսը նենգությունը չկա, սա առաջի գլուխն է։ 48 համարից Նաթանայել ասեց, որտեղից ես ճանաչում ինձ։ 17-ում հիշատակումը, ահա կանչած դու թզենու տակն էիր։ Ինչ էր անում թզենու տակ։ Ես մի բան գիտեմ, նա վշտացած մարդ էր։ Երբ որ մարդը առանձնանում է, նա գնում է իր վիշտը դատարկելու, իր սրտի միջինը թափելու։ Ու երբ որ ասեց, ես քեզ տեսա թզենու տակ, տեսա քո ներսին զարկերակը քննեցիր։ Դու լսեցիր, դսել ես իմ աղոթքը, թզենու տակ ես իմ սիրտն էի դատարկում քո առջև։ Ասեց նրա համար, որ ասեցի, թե թզենու տակը տեսակը հավատասանից հետո ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Սա խոստմունքն արդեն, որ ինչքան սիրտը դատարկես ու Աստծո խոսքը քո կյանքում բարձրանա, ավելի մեծ բաներ պիտի տեսնես, քույրեր, եղբայրներ։ Խոստովանի, որ հոգնել ես։ Հոգնել ես, երբ որ անմիտ մարդիկ գրգռում են քեզ, խոստովանի, երբ որ մարդիկ ազդում են քո վրա ու քո ամբողջ ներքնաշխարհը տակնու վրա է լինում։ Վերջի համարն եմ կարդում Երեմիա մարգարություն 12-րդ գլուխ 5 համար։ Սա վերջի համարն է եւ խնդրեի, որ աղոթք կանենք, այսպես է ասում. Եթե դու հետևակների հետ վազեցիր ու հոգնեցիր, ապա ձիավորների հետ ինչպես պիտի մրցես։ Մեր մրցակցությունը Աստծուն սիրելու մեջ է, մեր սիրտը դատարկելու մեջ է, որ հետևակների հետ վազում ես ու հոգնել ես։ Ու անմիտ մարդիկ հələ գրգռում են ներքնաշխարհդ, խոստովանում եմ, այո, հայր իմ, գրգռում են, խնդրեի կանգնենք ոտքի Աստծո առաջ։